Հարգարժան դիներ Լուսինեն որպես մեր կազմակերպության հետ երկու կազմակերպությունները նոր ճանապարհեցել եւ բավականին բեռնավոր երևում է սկզբից եւ նույնպես պատվոգրել ունի հանձնելու ակտիվ մասնակիցներին Ուրեմն պատվոգրով ուզում եմ արժանացնել Հասմիկ Մելիքի Ազումանյանին ռազմասիրական ծրագրերի ակտիվ մասնակցության ցուցաբերելու համար։ Սերգեյ Մարոզյանին։ Քանի որ միասին համագործակցում ենք, թող ի պատիվ լինի, որ պատվոգրով ուրեմն Ժառանգություն հասարակական կազմակերպության նախագահ, ուրեմն իր պատվոգրով Մարոզյանին պատվոգրով արժանացնում է իր մեծ լուման ունենալու հայոց բանակի Այժմ մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիս նստածների համար, բոլորիս համար հյուրերի աշակերտների մի կարևոր բան ասեմ։ Մենք մեկ այլ հիմա միջոցառում ենք սկսում, մեկ այլ նոմինացիա, որը որ էլի դրական մեր համոզմամբ այսօր մեր հասարակությանը միայն լավով կարելի է զարգացնել։ Մենք փորձում ենք բարձրացնել, ներկայացնել այս երկրորդ միջոցառումը, որ ձեր ներկայությամբ ուզում եմ դա մեր հեռուստաընկերությունների Հայաստանի Հանրապետությունում գործող հեռուստաընկերությունների վերաբերյալ մեր կատարած հարցումներն էր եւ դրա արդյունքում կատարվել է ձայների հաշվառում, կատարվել է սիրված հաղորդաշարեր բոլոր հաղորդումներ, լրատվական հաղորդումներ եւ ուզում եմ ձեզ ներկայացնել արդյունքները եւ պարգևատրել այն հեռուստաընկերություններին, որոնք ունեն սիրված հաղորդաշարեր, որոնք այսօր ընդգրկվել են այս ցանկում, բայց ասեմ, սա մի նոր սկիզբ է, բոլոր հեռուստաընկերությունների ես հայտնում եմ, որ սա ավելի խորը ուսումնասիրություն է արվելու այս տարի 2012 թվականին, որպեսզի մենք պատկերը ավելի հստակ ունենանք ինչպիսի հաղորդաշարեր այսօր պահանջարկն մեր հանրության մեջ եւ հնարավորինս հասարակական աջակցություն ցուցաբերել, որպեսզի նմանատիպ ծրագրեր, հաղորդաշարեր առաջարկվեն մեր հանրությանը։ Ուրեմն իմ ուրախությունն է բոլորիս, ես ասում եմ, հայրենասիրական պատմական հաղորդումներ բավականին բավականին մեր ուսումնասիրությունները, հարցումները խորը բնույթ են գրել, թե պատահական անցորդներից, թե կազմակերպությանը կից գործող ընտանիք ծրագրի անդամներից, տան անդամներից։ Ուրեմն եղել են եւ բացասական եւ դրական գնահատականներ, բայց մեր վերլուծաբանները վերջում հաշվառելիս պայմանավորվածության համաձայն գնահատել են 10 բառանոց համակարգում եւ կատարվել է այսպիսի արդյունքների ամփոփում, որը որ հիմա ես կհայտնեմ։ Ուրեմն 2011 թվականի վերջին եռամսյակում կազմակերպվել է հասարակական կարծիքի ուսումնասիրություն Հայաստանի Հանրապետությունում գործող հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերի հայրենասիրական, հասարակական քաղաքական, վերլուծական, մարզական, շոու հաղորդումների գնահատման ուղղությամբ, որը ներկայացնում են ուսումնասիրության արդյունքում լավագույնը ճանաչված հեռուստաընկերություններն ըստ հասարակության կողմից առավել հավանության արժանացած ծրագրերի։ Ուրեմն որպես լավագույն պատմահայրենասիրական հաղորդում հեղինակ Կարեն Վարդանյան ճանաչվել է արհերոստաընկերությունը։
Շնորհակալություն այս պահանջարկումի այս շարունակություն ելավելից սիրից է ուրեմն լավագույն ռազմահայրենասիրական ծրագիր ճանաչվել է Զինուշ ծրագիրը Զինուժում հանձնենք ներկատ այո հաջորդը, որ արժանացել է մեր կառուցմանը և հասարակությանը, մեր սիրված երևանցիների սիրված հաղորդումներից մեկն է բավականին երկար կյանք ունեցող հեղինակ Մանե Վարդոսյան «Իմ Երևան»։ Շնորհավորում ենք Տիկին Վարդոսյան, մենք էլ շարունակում ենք ձեր հաղորդաշարը և սպասում երկար կյանք 13 տարվա ինչքան բավականին սիրված հաղորդաշար։ Ուրեմն սերիալների նկատմամբ հակասական բաներ կան մեր հանրության մեջ, ես չեմ ուզում ամբողջ վերլուծությունները ներկայացնել բոլորի նահատականներով, բայց հասարակության կողմից միանշանակ դրական ուսուցողական բնույթի որակվեց Շանթ հեռուստաընկերության բանակում։ Եվ Շանթ հեռուստաընկերության լավագույնը ճանաչված հասարակական քաղաքական Արտյոմ Երկանյան աշխարհի հայերը։ Հյուրասիրական հաղորդումների մեջ լավագույն 2011 թվականին ճանաչվել է առաջին զարդվածքը։ Շնորհավորում։ Ներկայացուցիչներ կան, այո։ Ձեզ շնորհավորում ենք որակի վերջին 3 ամիսների ընթացքում ես ասել ձեզ ավելին օրեցօր բարձրացել է վարկանիշը։ Երկրի մեդիա հեռուստաընկերության շնորհավորում ենք երկրի մեդիա և պարոն Լուդվիգ Բարսեղյան այսօր իրեն նա ջերմությամբ պատկացել համար մեր կողմից կատարված հաղորդումների արդյունքում վերջին ժամանակներս մեծ վարկանիշ ունի կատարած գործերով ակտիվ հեռուստաընկերության կիսաբաց այո, մենք ունենք ևս Եվ որ